Ես փաստը եմ, ինչ գովացած։ Չէ, ես որ ներկանամ ով եմ, յուտ չեմ ցույց տալի։ Հա, ես ես ասել եմ։ Ուրեմն լսեք։ Բաց նամակ։ Այս բաց նամակով դիմեմ համայր աշխարհի պետություն, համայր աշխարհի քրիստոնյա հայերին, ովքեր ընդունում են երկնային եւ երկրային Տիրոջ եւ իր որդի Հիսուս Քրիստոսին, դիմում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, դիմում եմ Ամերիկայի պրեզիդենտ Դոնալդ Թրամփին։ Բայց սաղ էսի փաստերը, ինչ խոսակ անել են կողեմ բերանները, ուրեմն լսեք մինչև վեր։ 30 տարի Հայաստանի Հանրապետությունը քրիստոնեությունը վերածած է։ Լսում եք։ Մի քիչ որ հանգիստ Դուք ինչ եք դերում այդել կառավարության դիմաց։ Ինչ եք ուզում դες այդել կառավարության դիմաց։ Այս քաղաքացին ուզում եք ուզում ախոսի չեք թողնում է։ Ով ես եք միրոպ էլի կներես։ Եք բանանում։ Ինչի համար։ Լոս Անջելեսում եմ ես եղել 18-19 թվականներին։ Խոսակ հանեմ միրոպ է։ Երբ որ առաքելական եկեղեցին Գլենդելի ընկեր Գարեգին բան կարգադրեց երկու գեյի, երկու գյոթի որ պսակեցի, ամբող, եկեղեցում եղել, և փակվել այդ եկեղեցին։ Իսկ դուք գիտեք որ Գարեգինը սրբապ եղծա։ Իսկ հիմա ըստեղ այդ շարքերում այդպես մեկը պտտվում էր, բախի չեք դուրս։ Այս ազգային ժողովի նիշ չի, քֆուր-մֆուր չի կարելի տալ։ Ներողություն եմ խնդրում, որտեղ վարվել դուրս կանենք։ Այսօր Գլենդելի առաքելական եկեղեցին դուրս է եկել, Էջմիածնի առաքելական եկեղեցի կազմից։ Սա էլ է դուրս գալու։ Ոչ եթերային բարեր եք օգտագործում։ Ոչ եթերային, այդ է սատանեկով հավաքվեք եկեք։ Իրանք պրեզիդենտը որ եկել է։ Սատանեկով։ Օրասա դու մուսուլման ես դառնալու հեսա։ Նիկոլ Չմավարչապետ։ Նիկոլը, որ ուզում է կրոնը Արա դու վերականգնի։ չոքել ես արդեն, ինչ Նիկոլ ես գոռում։ Լալսի տղա ջան։ Միակ։ Հայը։ Խոսեք ինչ եք ասում։ Քաղաքացին Միակ հայը Նիկոլն է։ Ռոբերտը թուրք, Սերջը թուրք։ քաղաքացին տարան։ Ինչ եք հեռացնում քաղաքացին։ Ինչու եք հեռացնում քաղաքացին։ Բոլորս։ Ինչ եք քաղաքացին։ Բոլորս։ Արա թողեք զրուցեմ, եթե սխալ բան ասեմ, նոր կռիվ արեք հետը։ Հա դուք եք կռիվ անում։ Ինչ եք տամ։ Լսեք ասեմ։ Հիմա ես այստեղ եկել եմ Աստծո պատգամով։ Այս վիճաբանություն կանգնի, թե կառավարության կողմից, թե եկեղեցու կողմից։ Սա քաոսի է տանում, մենք կործանվել ենք արդեն։ Լսեք մի րոպե համբերեք։ Գարեգինին կբացատրվի, էդի մեր բացատրելունը չի, եկեղեցական ժողով գոյություն ունի, նրանք կհանեն, էդի բաց չի, լսեք ասեմ, մեր վեհապարը մենակ էդ բանի կուրսակը մի րոպե, դե հիմա ասեմ մեր վերապար Նայեք ասեմ, վեհապարը պիտի կուրսակրոն լինի, մենակ նա չէ, բոլոր սրբազանները հետը, եթե մեկը ունի կապ ժողովրդի մեջ, ասենք, որպես զավակ ունի, նա Աստծու հետ չի կարա կապնվի, Աստծու հետ կապնվող մարդը ամեն օր մաքուր պիտի լինի, ամեն օր։ Չէ հայրիկ ջան, եթերի վրա սուրբ մարդիկ չկան։ Գիտեք, Աստված իր մոտ ծառաներ է ընդունում մաքուրներին։ Իսկ եթե մեկը սեռական կապ ունի ժողովրդի մեջ, նա չի կարա որպես կաթողիկոս մնա այս ժողովրդի մեջ, նա պիտի փոխվի։ Իսկ ես դրա առաջարկը կանեմ, որ Միքայել Աջապահյանի պես արդար մաքուր մարդ մենք չունենք, թող նա կառավարի, ինչ է եղել։ Աջապահյանին նստեցրել։ Այո, ես գիտեմ, որովհետև այսօրվա վիճակում ամբողջ ազգն է քաոսի մեջ։ Դուք Փաշինյանի առասներին հետ համաձայն եք բոլորը։ Ոչ մի դեպքում, այստեղ խնդիրներ ունենք, խնդիրներ կարելի է լուծել։
Այստեղ ասում են լռեք, մի խոսեք։ Ասեն ամեն փտի գալի ազգանունից է խոսում։ Արա փնթին իրանք են որ դարել են արդեն փնթի։ Ես 7 տարի առաջ ասեցի Արարատի վերադարձի ճանապարհն է սա, բայց դուք Արցախ եք հանձնելու 10,000-ից ավել զոհ տակ։ Ծիծաղում էին, չէին հավատում։ 18 թվին ու այն նման են նույն մարդիկ ավելի բետար վիրավորում ու հայհոյում էին, բայց այսօր որ եկավ կանգնեց այս ամեն ինչը, այն փաստի առաջ ինչը որ 8 տարի առաջ ես ասում էի, հիմա արդեն ձեներները կտրում են։ Այն ժամանակ որ ասում է Արցախ եք հանձնելու, ասում են ինչ չես խոսում, Բաքու ենք մտնոլցենք։ Բայց չհասկացա։ Այ քեզի բան արա, քաղաքականությունը որն է, որպես ոչխար տանում են մորթելու։ Որպես մի րոպե, որպես հաշտարար, ժողովրդի ոստիկանների միջև, չէ, չենք Չէ, ես ժողովրդի հետ խոսալու բան ունեմ։ Էլի կգասեմ։ Չէ, ես մի իմ խոսակցությունը կվերցնեմ ու կգամ։ Ինչի եք Չէ, ինքը առանցին, մի րոպե, ինքը առանցին իմ հետ զրուցելու ունի, ես մենք կզրուցենք շատ բաներ ունեմ ասելու, որ մեր ազգը ոչ մի հարցում չի լսում։ Դուք քաղաքացու եք մոտենում, խոչընդոտողներին մոտեցեք։ Դուք չեք Այսօր մեր ազգը ոչ մի բան գրագետորեն չի անում։ Խոչընդոտողներին մոտեցեք։ 18 թվականից ես մի հարց բարձրացրեցի, մի հարց, բոլորդ լսեք։ 18 թվականին ասեցի մեր ճանապարհները սխալ են, մեր զավակները հենց ճանապարհներին են մեռնում։ Եկեք ուղենք մեր ճանապարհները ընդամենը մահը այդտեղից վերացնենք, ես ձեզ գիտելիք ունեմ փոխանցելու։ Ընդամենը Աստված ասում է թող մահը ճանապարհներից հավաքեն, որ կարողանան ապրեն։ Սրանք 7 տարի 18 թվից ես ճանապարհների հարցը դրել եմ այս կառավարության սեղանին, նա չլսեց։ Դե ասֆալտապատում են դրել։ Դե հեքիաթը որտեղից իմացար։ Ինչի հեքիաթ։ Ես դրա բոլոր փաստերը ունեմ, ես դրանք բոլորը դիմումներ։ Էս ով է։ Ձեր խոսքը հաճելի չի։ Դուք բաներ եք ասում։ Լսեք ասեմ, 18 թվից ես կառավարության առջև դրեցի մի ծրագիր, որ ճանապարհները խցանված են, մարդը մեռնում է ճանապարհներին ու թալանվում։ Եկեք ճանապարհները շտկենք, ես դրա ձևը ձեզ կասեմ, ընդամենը կալցևունները արագաշարժ են։ Լուսացույցները խցանում են պահում ու վթարային անցում կա, ճակատային հարված, մարդը մեռնում է Երթևեկության կանոնների մասին։ Այո, երթևեկության, ու Աստված ասեց, եթե նրանք իրանց ճանապարհներն են աղավաղե ու մեռնելով են գնում, սրանք ցնորվել են։ Ասա թող առաջինը այս հարցը լուծեն, նրանք կարան շարունակեն, սա Արարատի վերադարձի ճանապարհն է։ Սրանք ասին, չէ, արա Աստված ով է, որ մեզ ճամփա պիտի ցույց տա, սենց էին հետս խոսում։ Սրանք ով են։ Սրանք, այնով որ ինձ պատասխաններ է տվել ում դուրը, որ ես գնացել եմ, դրանք փաստերով բոլոր ես Մահը չոքել է մեր դռան դեմը։ Հիմա մեղապար ես Գարեգինին քեզ ընդհանում ասում, դուք եք մեղավորը, որ դույն եք տվել, որ մինչև հիմա, որ մինչև հիմա ես Դու եկել ես ասում մեղապար, ինչ մեղապար։ Էդ է ձերու։ Դե մենք էլ ոտ ենք կանգնել, որ հեռացնենք։ Դե ոտ եք կանգնել։ Այդ աղբը մաքրել։ Եթե նրան հեռացնես, չհեռացնես։ Իժան կանել է թե Այո, ես էլ, բայց ես մենակ ես 7 տարի պայքարեցի, բոլորս ես իրանք ճանապարհով, այլ ինչ ես հիմա։ Այս չի կարամ եկը Վախացնողը չկա, դու կամ չկա զոր քեզ վախ։ Հերոս է։ Մենք առանց ձեզ, եթե 18-ին արինք